Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք հարց համար 48-ը կատարողականի գնահատման պիլոտային կարգը հաստատելու մասին։ Զեկուցող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, համեցեք պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն մեծագույն վարչապետ, հարգելի գործընկերներ։ Ձեր քննարկմանը ներկայացված կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը մեր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը որպես առաջնահերթ ռազմավարության կարևոր անելիքներից մեկն է։ Այն առաջնահերթ նպատակներ է սահմանել կառավարման մարմինների արդյունավետության եւ հանրային կառավարման հանրային ծառայության մրցունակության բարձրացումը։ Այս փոխկապակցված նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է ինչպես համակարգում մրցունակ կադրերի պահպանումը եւ նորերի ներգրավումը, այնպես էլ կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսները առաջնահերթ անելիքներին ուղղելու հարցը։ Հանրային ծառայությունում եւ ոչ պետական հատվածում աշխատանքի վարձատրության համեմատական ուսումնասիրությունները փաստում են, որ հանրային հատվածում վարձատրությունը նվազ մրցունակ է, ինչն այն պակաս գրավիչ է դարձնում բարձր որակավորում ունեցող կադրերի համար։ Բացի այդ, տարբեր փորձագիտական գնահատումների արդյունքները վկայում են, որ աշխատավարձի առկա համակարգը չի խրախուսում հանրային ծառայողների ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտումը, իսկ առաջխաղացման դեպքում վարձատրության ու պատասխանատվության աճը համարժեք չեն։ Այս խնդիրների հասցեագրման նպատակով կառավարությունը դեռևս նախորդ տարեվերջին ձեռնամուխ եղավ պետական կառավարման մարմինների անելիքներն ավելի համակարգված կառավարելու կարևոր խնդրի շուրջ նոր լուծումներ գտնելու հարցի կարգավորմանը։ Այդ շրջանակում բոլոր 12 նախարարությունների, ինչպես նաև կառավարության ենթակա մարմիններից պետական եկամուտների կոմիտեի, քաղաքաշինության կոմիտեի եւ կադաստրի կոմիտեի համար սահմանվեցին այն առաջնահերթ ուղղությունները եւ դրանց շրջանակում կարևոր գործողությունները, որոնք դարձել են կատարված աշխատանքի արդյունքը գնահատելու հիմք։ Մշակվել է գնահատման ընդհանրական մեթոդաբանություն, որի կիրառությամբ չափվել է կատարված աշխատանքի առաջընթացը եւ ամփոփվել են արդյունքները, ինչպես նաև քննարկվել են այն հարցերը, որոնց հետագալուծումը պետք է նպաստի նախանշված նպատակների ամբողջական իրագործմանը։ Առաջին կիսամյակի արդյունքներով ամփոփված աշխատանքը փաստում է, որ այն բավարար հիմք է շարունակական եղանակով կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս նախագիծը կատարված աշխատանքի տրամաբանական ամփոփումն է եւ դրա ինստիտուցիոնալացումը կառավարության որոշմամբ հաստատման ներկայացված պիլոտային ծրագրի ձևաչափով։ Նախագծով առաջարկում է սահմանել առաջնահերթությունների ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման համակարգ, որը պետք է բարձրացնի կառավարության ծրագրով եւ ռազմավարություններով սահմանված նպատակների ուղղությամբ պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը եւ մատուցվող ծառայությունների որակը։ Ընդ որում, առավել արդյունավետ գործելու համար խթաններ ստեղծելուց բացի այս քաղաքականությունը նպատակ ունի նաև բարձրացնել հանրային ծառայողների կարողությունները նրանց շարունակական կրթության միջոցով։ Մասնավորապես առաջարկում է սահմանել, որ խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրության ավելացումը մի մասով հանդիսանում է կրթական ծախսերի համար նախատեսված գումար, որպես որակավորումը բարձրացնելու եւ կարողություններն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն։ Ընդհանուր առմամբ պիլոտային ծրագիրը թույլ կտա առավել արդյունավետ գնահատել մարմինների կողմից առաջնահերթ ուղղություններով իրականացված աշխատանքը, խրախուսել բարձր կատարողականը, ապահովել պետական համակարգում վարձատրության համապատասխանությունը կատարված աշխատանքի եւ գրանցված արդյունքներին, բարձրացնել պետական համակարգում աշխատանքի գրավչությունը եւ հանրային ծառայողների կարողությունը։ Պետք է նշեմ նաեւ, որ պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները հիմք են դառնալու հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու հարցում հետագա բարեփոխումների համար։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Հարգելի գործընկերներ, ես պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ընթացքում խոսեցի այս մասին եւ խոսեցի, որ պետական համակարգում աշխատանքի գրավչությունը եւ արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, բայց այս դեպքում էլ խնդիր կա ոչ միայն ուղղակի վարձատրության որոշակի լրացուցիչ համակարգներ դնել, այլ առավել արդյունավետ աշխատելու եւ սեփական
սեփական հմտությունների եւ կարողությունների գիտելիքների եւ պրոֆեսիոնալիզմի վրա աշխատելու որոշակի համակարգ ստեղծել, ինչը մենք հիմա անում ենք։ Բայց ես կարծում եմ, որ այս բոլոր քննարկումների համատեքստում մենք մոռանում ենք մի բան, եւ ես էլ դրա մասին երբեք չեմ ասել, բայց ուղղակի չեմ էլ նկատել այդ բանը։ Եկեք արձանագրենք, որ այսօր պետական համակարգը աշխատում է շատ էականորեն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան օրինակ աշխատում էր նույն 2018 կամ 19 թվականին։ Ինչու՞։ Որովհետև ծավալները աշխատանքի մեծացել են։ Ես այն օրը Գեղարքունիքի մարզպետի հետ աշխատանքային խորհրդակցություն է, ասացի, քանի շինարարական օբյեկտ կա մարզում, 247 բան վարչապետ։ Մարզում կատարվում է պետական սուբվենցիա, այսինքն կառավարության ընդունված ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզում այս պահին իրականացվում է 247 տեղ շինարարություն է իրականացվում։ Այսինքն պատկերացնում եք, ճիշտ է, Գեղարքունիքի մարզը ծավալով մեծ մարզ է, բայց ես համոզված եմ մյուս մարզերում էլ մոտավորապես այդ պատկերն է։ Եվ սա մի հատ աներևակայելի թիվ է, բայց խնդիրը այդ չի։ Նախ այդ թիվը երկրաչափական պրոգրեսիայով է աճել համեմատած նախորդ շրջանի հետ, բայց խնդիրն այդ չի, որ ինքը շարունակելու է աճել։ Ընեն չի, որ այդ 247-ը ավարտվեց, վերջ, այդ 247-ը դառնալու է 350, 350-ը 450, 450-ը 500 եւ այդպես շարունակ։ Եվ մենք հաշվի չենք առնում, հիմա օրինակ ասենք քաղաքաշինության կոմիտեն վերջին տարիներին ճիշտ է, մենք այնտեղ հաստիկներ որոշակիորեն ավելացրել ենք, բա 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիր ենք իրականացնում։ Բա հետո ասում ենք, որ որակը պետքա տեղը լինի, պետքա հետևել ով հետևի, ինչքան հետևի, ինչ աչքով հետևի։ Այս ամեն ինչը շատ կարևոր խնդիրներ են, եւ մենք այո կայացրել ենք սկզբունքային որոշում, ընդ որում այդ որոշումը շատ կարևոր է, որ մենք կայացրել ենք ընտրություններից առաջ, այդ որոշումը կայացնում ենք իմանալով, որ դա պոպուլյար չի այդ որոշումը, բայց ես էլի ասում եմ, իմ համոզմունքն է, այն իրավիճակից, երբ որ պետական համակարգի աշխատողները չունեն անհրաժեշտ մոտիվացիաներ, չունեն սոցիալական որոշակի մի դա երաշխիք էլ չէ, էլի սոցիալական որոշակի մի ապահովվածության շատ թե քիչ միջին մի մակարդակ, դրանից ամենաշատը տուժում է ով Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, ուրիշ ոչ մեկ, որովհետև դրա դիմաց ստանում է նորանոր կոռուպցիոն ռիսկեր եւ կոռուպցիոն իրավիճակներ, ձևավորվում անընդհատ եւ ռիսկեր են ձևավորվում անընդհատ, եւ երկրորդը ստանում է կամ վատ որոշումներ կամ լավ որոշումների վատ իրագործում եւ ստանում է ուղղակի եկեք տենց լավ չի ինչում պետական բանի դեպքում, բայց վատ սպասարկում, չնայած դա էլ է ծառայություն եւ պատեհ է այս բառը, իհարկե եւ այս որոշումը այո, ես ուրախ եմ, որ մենք ունենք այդքան քաղաքական համարձակություն եւ այդքան քաղաքական վստահություն, որ մենք այս որոշումը կայացնում ենք եւ կարծում եմ եւ ուզում եմ ուղղ ասել, գիտեք, սեթևեթելու ժամանակները անցում են եւ կարծում եմ, որ մեր պետական համակարգը արժանացել է դրան, ոչ մեկին լավություն չի անում, մեր պետական համակարգը արժանացել է դրան, ես այն օրը Էդ էլ կա, որ մենք ճիշտ անդադ սովորել ենք պետական համակարգին, ես էլ քննադատել ես մի բանն են չեմ, մի բանն են չեմ, բայց բազմաթիվ բաներ նենց են։ Եվ մենք չենք հիշում, ընդունված չի ասել։ Ես որ ասում եմ, ես նաև մասնագիտության որ լրագրող եմ, այդ բանը կա։ Ասենք աշխարհում ընդհանրապես ոչ մի թերթ կամ լրատվական չի լինում, որը բացում ես առաջին էջում գրած ամեն ինչ նորմալ է, երկրորդ էջում գրած ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես հոյակապ է, խնդիրներ չկան, խնդիրներ չկան, ամեն ինչ նորմալ է։ Մարդկության պատմության մեջ ընդհանրապես տենց լրատվամիջոց չի եղել, որովհետև լրատվամիջոցը նրա համար է, որ հայտնի խնդիրների մասին, որովհետև եթե ամեն ինչ նորմալ է, դա առանց լրատվամիջոցը հայտնի է, եւ հետեւաբար, բայց ասում եմ, եւ դա
Էդ էլ է նորմալ, որ մենք խոսում ենք խնդիրների մասին հիմնականում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք ձեռքբերումները, այն ձեռքբերումները, որը մենք այո այսօր արդեն տեսանել են։ Եվ ես զգում եմ, որ մեր հանրությունն էլ սկսել է նկատել, որովհետև տենց ցակուցրիվ բաները գուցե այդքան բան չի, նկատելի չեն, բայց արդեն երբ որ տեսակարարքշիռա ձևավորվում, դա արդեն դառնում է ավելի նկատելի, իհարկե իր խնդիրներով, եւ ես վերջում մի հատ խնդրի մասին կխոսեմ, բայց այս թեմայի հետ չառնչվող, բայց սա մի որոշում է եւ հաջորդը մենք սկզբունքային որոշում ենք կայացրել, որ պարտադիր ըստ էության պայման ենք դնում, որ լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը էլի նոր որոշումներով կարգավորենք 10%-ը արդեն գրել ենք 10%-ը պաշտոնյան պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա։ Ընդ որում, անկանխիկ վճարումով մենք պետք է տեսնենք, որ դա կրթական որևէ ծրագրի վրա ծախսվել է։ Եթե ոչ, այդ դեպքում արդեն մալուսների համակարգ պետք է գործեն, որովհետև մարդը ինքնահայտարարագրում է, որ ինքը չի աշխատում իր վրա կամ դրա կարիքը չունի, որը մեր պատկերացումների հետ չի համապատասխանում։ Ես կարծում եմ, որ սա մի թեմա է, որը դեռ շատ երկար կքննարկենք։ Այսօր այն օրվա ժողովում, համաժողովում ես խոսել եմ, իմիջիալոց էլի երկարում է, բայց ուզում եմ ասել, որ իմ տպավորությունները համաժողովից դրական են եւ հույս ունեմ մյուսների տպավորություններն էլ են դրական, նույնիսկ զարմանալի է, թե ինչի նախկինում մեր մտքով չի անցել, որ այնուամենայնիվ պետական կառավարման համակարգը պետական մարմիններին պետքա հանդիպել, պետքա շփվել, պետքա քննարկել։ Սա առաջի փորձն էր, կքննարկենք, բայց որ սա լինելու է, հենց դրա համար մենք անվանեցինք առաջին համաժողով, որը ենթադրում է, որ պետքա լինի երկրորդը, երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ։ Ժամկետների մասին իհարկե կքննարկենք, որպեսզի մաքսիմալ արդյունավետ լինի։ Ինչ վերաբերում է այս որոշմանը, ես կրկին ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ, որը հեշտ չի, շատ երկար քննարկված, ձգձգված, մտավախություններով եւ մտահոգություններով զուգորդված, բայց կարծում եմ, որ պահը հասունացել է։ Կան դիտարկումներ ասված այդ կապված։ Համեցեք, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրականում ձեր ասացի վերաբերյալ ուզում եմ նկատել, որ դա շատ սովորական եւ ճիշտ պրակտիկա է, երբ որ ծրագրերի կառավարման նպատակով միջոցներ, այսինքն ծրագրի իրականացման նպատակով դրա կառավարման համար գումարներ են հատկացվում։ Եվ բոլորս գիտենք, որ բյուջեն կրկնապատկվել է 18 թվականից հետո եւ ծրագրերի քանակն է մեծացել եւ շատ դեպքերում հաստիկները ոչ միայն չեն ավելացել, մարդկանց քանակը չի ավելացել, այլ նաև կրճատվել է շատ նախարարություններում։ Ես քանակի մասին չխոսելով, միայն կարող եմ ասեմ, որ օրինակ ֆինանսների նախարարությունը նախկինում մի քանի շենք է զբաղացրել։ Հիմա մենք մի շենքում ենք գտնվում, այն էլ հեսա շուտով էլի կազատենք որոշ սենյակներ, որը կարող է ուրիշ գերատեսչությունների տրամադրվել։ Շատ լավ, հա, այդ բյուջեի պահը էդ էլ չեք նկատում, էլի, ասում ենք բյուջեն կրկնապատկվել է, բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այդ նշանակում է բյուջեի ծախսային մասն էլ է կրկնապատկվել առնվազն։ Եվ երբ որ ծախսային մասը կրկնապատկվել է, այսինքն այդ նշանակում է ծախսը կատարելը, իրականացնելը, դրա արդյունավետության մասին հոգ տանելը, դա աշխատանք է եւ համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես նաև նշեմ, որ այդ կրթության ծախսի հատվածը ինքը նաև կյանքնել է դրան բերել, որ դրա համար նույնիսկ ֆիզիկական առումով շատ ջանքել պետք չէ, այսօր նույն համացանց թվայնացումը հնարավորություն են տալիս արագ վճարելով համացանցի միջոցով բազմաթիվ կրթական ծրագրեր ձեռք բերել, սովորել on-line, Հայաստանից սովորել այլ արտերկրում հեռակա, այսինքն այս առումով եւ ես ուրախ եմ, որ այդ բոլոր հնարավորությունները մենք ծրագրում տվել ենք։ Պարոն Խաչատրյան, պիտի մտածենք այդ ուղղությամբ խորհրդատվության ինչ որ մի բան էլ գուցե անհրաժեշտություն լինի, եթե վստահ չեմ, բայց ես օրինակ հիմա մտածում եմ, որ ես եթե հիմա ուզենամ կողմնորոշվել, խորհրդի կարիք կունենամ, թե որտեղ առավել արդյունավետ կլինի։ Կարող ենք այդպիսի բան ինչ որ ձևով
Չգիտեմ, ուղղակի նոր մտքովս անցավ։ Հիմա ես որ ուզենամ, որտեվ հա ընտրությունը որ շատ է, այդ մի կողմից լավ է, մի կողմից է վատ է, որտեվ մտնում ես մոլորվում ես, ասում ես հիմա ոնց, հետո որ միտեղ ընտրում ես, բանա, ափսոսանքի զգացողություն է, կարող է մյուս տեղը ավելի լավ լիներ եւ ավելի արդյունավետ լիներ։